Բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 6-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մի մտահոգիչ թեման նա էր Թուրքիայի նախագահի եւ ԱՄՆ նախագահի շատ ջերմ շփումները, որոնք հասկանում եք, որ Էրդողանի ազդեցության մեծացումը մեզ համար համենայն դեպս սպառնալից նախազգուշացում է, ուղղակի ծանոթանանք, որպեսզի հասկանանք իսկ ինչ պետք է մենք անենք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է քայլեր ձեռնարկել Վաշինգտոնի հետ համագործակցությունը բազմաթիվ, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջ մղելու համար։ Էրդողանը նշել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Տրամփի պատերազմները դադարեցնելու մոտեցմանը եւ որ գնահատում է Իրանի հետ բանակցային գործընթացն ու Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերը։ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում մարդասիրական ճգնաժամը հասել է լուրջ չափերի, որ մարդասիրական օգնությունը պետք է անխափան մատակարարվի Գազա եւ որ Թուրքիան պատրաստ է համագործակցել եւ ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հրադադարի հաստատման ու երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Իդեպ Գազայի հետ կապված ընդգծված Էրդողանը դեմ է գնում ԱՄՆ-ին, բայց քանի որ Դոնալդ Տրամփը ամեն ինչ անում անեց ժեստեր անում Էրդողանի հետ կապված, դուք կտեսնեք բովանդակությունից, որ ինքը այդ հարցում նահանջ ունի Գազայի թեմայով։ Հիմա հեսա ասենք։ Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ կայունությունն ապահովելու համար, որ ԱՄՆ-ի ջանքերը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ կնպաստեն գործընթացին եւ որ կայուն Սիրիան կնպաստի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղությանը։ Էրդողանը նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին հրավիրել է Թուրքիա։ Այստեղ էլ նայենք Սիրիան անցել է ուղղակի վերահսկողության տակ Թուրքիայի, որը ողջունեց Դոնալդ Տրամփը։ Անկամ այնպես ողջունեց 2000 տարի Սիրիան անկախ էր իր համար, բայց հիմա արդեն մի քանի օրում Էրդողանը վերցրեց եւ դա շատ բարձր գնահատեց եւ ինչ է ստացվում։ Հերիք չի ասում, որ Ամերիկա զորքը թանի, նաեւ տարածքային ամբողջականություն ասելով ի նկատի ունի, որ Իսրայելը ընդեղից դուրս գա, իսկ Իսրայելի դուրս գալը ինչքան էլ Տրամփը պաշտպանում է Իսրայելին շատ ավելի ակտիվ, քան երբևէ պաշտպանել են, բայց հիմա բախվում է մի խնդրի, հիմա Էրդողանի եւ Իսրայելի հետ կապված ինքը պետք է կարողանա լուծումներ գտնի, որը դժվարությամբ է գտնելու։ Միանգամից երկու հարց է դնում Ամերիկայի առաջ, երկուսը իր հետ առնչվող։ Դե մյուսները պարզ է, Ուկրաինայի հետ կապված հա, բայց մեկը Գազայի հետ կապված, որ ցանկանում էին դատարկեն Գազան, եւ մյուսը Սիրիայում, որ խնդիր է առաջանալու, որ ոնց է Ամերիկան Իսրայելին պարտադրելու Գոլանի բարձունքներից դուրս արի, որը ինքը վերցրել է դեռ 67 թվականի 6-օրյա պատերազմի ժամանակ, որ նույնիսկ Սիրիայի հետ պայմանագիրը խաղաղության ինքը չի համարի բավարար, որ Գոլանի բարձունքից դուրս գա, իսկ սա էլ պահանջում է Թուրքիան։ Տրամփն իր հերթին հայտնել է, այս էլ նայենք թե Տրամփի ասածները, որ շատ լավ է եւ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բազմաթիվ թեմաների շուրջ, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի հետ պատերազմի, Սիրիայի, Գազայի եւ այլնի վերաբերյալ։ Նախագահը հրավիրել է ինձ ապագայում գնալ Թուրքիա եւ նա նույնպես կգա Վաշինգտոն։ Նախագահի պաշտոնում իմ 4 տարիների ընթացքում իմ հարաբերությունները նախագահ Էրդողանի հետ հիանալի էին։ Մենք սերտորեն համագործակցել ենք բազմաթիվ հարցերի շուրջ, գրել է Տրամփը։ Տրամփը նշել է, որ անհամբեր սպասում է նախագահ Էրդողանի հետ աշխատելուն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հիմար եւ մահացու պատերազմը հիմա դադարեցնելու համար եւ շարունակությունը նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է. մենք մտադիր ենք օգնել Գազայի բնակչությանը սնունդ ստանալու համար։ Մարդիկ սոված են եւ մենք պատրաստում ենք օգնել նրանց սնունդ ստանալ։ Գազայի հատվածում շատ մարդիկ շատ վատ են ապրում։ Եթե նայենք Համասը, դա անհնար է դարձնում, քանի որ նրանք տանում են այն ամենը, ինչ բերվում է անկլավ, բայց մենք պատրաստվում ենք օգնել Գազայի ժողովրդին, քանի որ Համասը նրանց հետ շատ վատ է վերաբերվում, հավելել է Տրամփը։ Ինչպես տեսնում եք, Էրդողանի հետ խոսալուց հետո
Դոնալդ Տրամպի խոսույթն է փոխվում, որտեղ այն ժամանակ ինքը մտածում էր պաղեստինցիներին դատարկել երկիր էր ման գալի որ ուղարկի, իսկ հիմա խոսում է Համասը նեղացնում է այդ ժողովրդին, ամեն ինչ պետք է անենք, որ այդ ժողովրդին օգնենք, բայց որքան գիտենք, ամեն ինչ ուզում էր անել այդ ժողովրդին տեղափոխեր։ Այսինքն նշանակում է այլևս տեղափոխման հարցը այս պահին ուժի մեջ չի, բայց խնդիրը նա չի, որ գիտեինք դա չի լինելու եւ խնդիրը նա չի, որ շատ վատ է, որ դա ուզենար աներ, որևէ ձևով չէր արդարացում, ոնց թե տնից դուրս արի, որովհետեւ այս տարածքը մեզ պետք է, որից է ոգևորվեց Իսրայելը, թե շատ արագ դատարկենք, այս անենք, այն անենք, օգնենք Ամերիկային, որի հետ կապված նաեւ որոշակի փաստի առաջ կանգնեց։ Բայց այս խնդիրը մենակ նա չի իրանց վերաբերվող, նրանց վերաբերվողը նաև ուսումնասիրում ենք, որ մենք հասկանանք, շատ վտանգավոր չափերի Ամերիկայի Միացյալ Նահանգները ակտիվ հարաբերություն է հաստատում Թուրքիայի հետ։ Այն Թուրքիայի, որը նաև Եվրոպայի հետ է փորձում ամեն ինչ անել, որ դուք իմ կարիքը ունեք, եւ տնտեսական եւ անվտանգային հարցերով, Ռուսաստանին դուք իմ կարիքը ունեք եւ այլ եւ այլ։ Այսինքն այս հարցում մեզ համար մեր վտանգավորն է, որ մենք մտածենք, որ իսկ ինչա դրա գինը։ Հանկարծ դա չլինի Հայաստանի շահերի հետ կապված ինչ-որ մի բան, դե ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, Տրամպի հետ տենց լավ բարեկամ, դե ինքն էլ ուզում է ընդլայնվի, եւ այդ ընդլայնվելը ոչ թե Ամերիկայի շահերին դեմ է, այլ ընդհակառակը նպաստող, որովհետեւ դրան հակակայլ առայժմ մենք չունենք որևէ ուղղությամբ, ոչ Ամերիկայի ուղղությամբ, ոչ Եվրոպայի ուղղությամբ։ Այս է հարցը, որը դա մեզ համար մտահոգիչ է։ Իսկ ինչ վերաբերվում է այդ Թուրքիայի այս ակտիվությանը, սրա հետ կապված մի քանի տարի առաջ խոսել ենք, անգամ հիշում եմ Free News հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ դեռ 22 թվականն էր, որ խոսում էինք նրա մասին, որ երբ որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում է Ուկրաինայի, որ չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչ էր իր արածը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային բերեց մտցրեց Հարավային Կովկաս։ Այդ էր իր, ինչի բարի ՆԱՏՕ-ական ալնում, վաղը մյուս օրը, եթե Ամերիկայի նախագահը իսկ այդ ժամանակ Բայդենն էր, որ գիտեինք, որ հարաբերությունները նորմալ չի Թուրքիայի հետ։ Վաղը կգա Ամերիկայում մի նախագահ, որի հարաբերությունը Թուրքիայի հետ կլավանա, իսկ նա կօգտվի այն առիթից, որ արդեն ՆԱՏՕ-ն ներկայացված է Հարավային Կովկասում։ Այս է Ռուսաստանի արածը։ Հիմա ինչպես տեսակ բավական ադմինիստրացիան փոխվեց, նայեմ, այս ինչ լավ է, մեր գործընկերը Հարավային Կովկասում է եւ շատ լավ, դա էլ մեր շահերից է բխում։ Այսինքն Ռուսաստանի շրջանցելուն եւս մեկ լրացուցիչ լծակ են ստանում։ Իհարկե դա մեզ համար մտահոգիչ է, որ իրանք մտածեն, որ այդ գիծը կարող է աշխատի, երբ որ ինքը Թուրքիայի հետ լավ հարաբերություն ունենա։ Բայց դա հարցի մի կողմն է, մենք նայենք, թե ի վերջո Ռուսաստանի արածն ինչ էր, որ այսքան ասում են Ռուսաստանը կհաղթի, այս կանի, այն կանի, արդյունքում այդ արած պատերազմը ինչ էր, մի հատ դա էլ հասկանանք։ Չէ՞ դեն Ռուսաստանն է, որ մեզ ասում են, բա չեք հասկանում, պետք է հետը լավ լինենք, այլապես այս խնդրեմը կլինի։ Ինչ արեց ՆԱՏՕ-ի դեմ պայքարը մեր Ուկրաինայի, համարենք այսօր պատերազմը դադարում է ու այսօր Ռուսաստանը իր ձեռքում պահում է 5 մարզերը։ Ղրիմ, Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոնի մարզ, Զապորոժիայի մարզ։ Այն ինչ որ ինքը վերցրել է, պահում է ու համարում է իր երազանքը կատարված։ Ինչ ունի ինքը այդ պարագայում, որ մենք հասկանանք այդ մարդկանց պատկերացումը ինչ է։ Պատերազմի հետ կապված, այդ առճակատման հետ կապված Ֆինլանդիա, Շվեդիա դարձան ՆԱՏՕ-ի անդամ, երկրներ, որոնք չմիացող երկրներն ընդհանրապես բոլորին օրինակ էին ծառայում, ասում էին, տեսեք, ոնց են կարևանի հետ հանգիստ ապրում։ Լինելով Եվրամիության անդամ, կարիքն էլ չենք ունեցել ՆԱՏՕ-ի անդամ լինենք։ Տեսակ ոնց իրանք մտան ՆԱՏՕ-ի անդամ դառնան։ ՆԱՏՕ-ի անդամից բացի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հիմա Հարավային Կովկասում, այսինքն Ռուսաստանի հարավում։ Դրան գումարած, ինչ ստացվեց, առճակատման գնաց արևմուտքի հետ, իր արևելյան ռեգիոնները սենց հսկայական ծավալով տալիս է Չինաստանին բոլոր առումներով, թե տարածքային, թե կառուցվածքային, բա դա կռվի մեջ է, բա ինչ անի։ Եվ գիտեք ինչի հետ է կապված դա, որովհետև իսկ գալիս է Չինաստանը վերցում է ուշադրություն, Չինաստանը տարածքներ կա, որ նա Իրանն է համարում։ Նա ժամանակին ձեռից ձեռ է անցել, նա նպատակային է այդ տարածքները վերցնում։ Եվ գիտեք նաև ինչ է անում։ Էդ էլ նայենք։ Օրինակ Չինաստանը եկավ, տարածք վերցրեց, կամ որևէ գործարան, որևէ բան, ասում են, պետք է բերեմ իմ աշխատողներին։ Եթե դուք աշխատող ելնեիք, հողը ունեք, հանածոներն ունեք, ամեն ինչն ունեք։ Այնա կանեիք էլի։ Եվ չեք կարող աշխատեք, դրա համար եք այդ հողն ու այդ
կառույցները տվել ինձ, որ գամ աշխատացնեմ, բայց դուք աշխատող չեք, հետս դու չինացի չբերեմ, բայց չինացիներին որ բերեց, եկան մի քիչ ապրեցին, նորմալ հարկատու դառան, այդ ընթացքում էլ լեզուն էլ սովորեցին, դառան քաղաքացի, հետո քանի միլիոն չինացի է ավելանալ Ռուսաստանում, ու կոնկրետ նպատակային են տարածքների վրա, որը ինքը չի էլ թաքցնում, որ դա իր տարածքներն է հեռավոր արևելքի մասում, չնայած մենակ այդտեղ չի տարածքներ վերցնում եւ օբյեկտներ վերցնում, սա ինչ է անում Ռուսաստանը, էս էր իր շահածը, ավելին ասենք, Ուկրաինայի իր այդ սահմանը որտեղ կա, սահմանից ենկում ամերիկացիներն են, այսօր ասենք համարենք ստիպված Ուկրաինան պայմանագիր է կնքում օգտակար հանածոների հետ կապված Ամերիկայի հետ, համարենք Տրամպը Ռուսաստանի հետ մոտ է Պուտինի, որի պարագայում ճնշում է Զելենսկու վրա, բայց վաղը կգա Տրամպի փոխարեն մեկ ուրիշը կամ Տրամպը իր քաղաքականությունը կփոխի եւ ինչ կստացվի Ռուսաստանի սահմանակից Ամերիկան նստած է, բերեց Ամերիկային հասցրեց իր սահմանին, այդ էր իր արածը, վաղը մյուս օրը ինչ է ալնելու, ադմինիստրացիան փոխվեց կամ Տրամպը իր բնավորությունը փոխեց, Ուկրաինայի հետ պայմանագիր է կնքելու, ասի են հողերը, որոնք որ օկուպացրել է Ռուսաստանը, իրավաբանորեն դա քոնն է, արի պայմանագիր կնքենք այդ օգտակար հանածոների հետ կապված պայմանագրով դա էլ տուր ինձ որ ես աշխատացնեմ, Ռուսաստանը պիտի դեմը դուս գա Ամերիկային ասի չեմ տալու, հողը չես տալիս, արդեն Ռուսաստանը բերեց իրան հարևան սարքեց Ամերիկային ներդրումային ծրագրերի հետ միասին, ու չի կարելի խաբվել նրան հետ կապված որ Տրամպի հետ այսօր լավ է կամ վատ, երեք էլ Բայդենը Թուրքիայի հետ էր վատ, այսօր Տրամպը Թուրքիայի հետ լավ է, բայց Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ հարավային Կովկասում է, բայց այդ ամեն ինչի մասին ենք մշտապես խոսացել, Ռուսաստանի արածը ինչ էր, եւ ուշադրություն Չինաստանու գալը դեմը ինքը չի կարա առնի, այն հին սերունդը կհիշի ժամանակին խորհրդային միության են ժամանակները որ սկսվեց այդ բացախոսությունները շատ ակտիվացնում էին տնտեսական քաղաքականությունից էին խոսում շատ բան ակադեմիկոսներ էին գալիս էին խոսում են երկրի տնտեսական քաղաքականությունից եւ շատ ուշադիր նայում էին գիտեք մանավանդ ակադեմիկոս Աբել Աղամբեկյանն էր խոսում մեկը ինքն էր այդ կլոր սեղանի շուրջ ինչ ուշադրությամբ կնայինք մանավանդ ես տնտեսագետ դա մեզ համար լրիվ ուրիշ հաղորդում էր էլի բայց մի հատ բան ասեց ակադեմիկոս Լեոնիդ Աբալկինը, որը արդեն ուղղակի ջախջախեց ամբողջ խորհրդային միության քաղաքականությունը, ինքը տնտեսագետ լինելով, անգամ կառավարության փոխնախագահ էր եղել, այսինքն դեժանակ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ էր կոչում, ոնց որ այսօրվա պաշտոնով ասած փոխվարչապետ, ասեց, հա, լավ, ասում եք գյուղատնտեսությունը զարգացնենք, ասում եք խորհրդային միության ժամանակ այն ակտիվ ժամանակներն էր ասում եք զարգացնենք, այս անենք, այն անենք, ներդրում անենք, այս կողմ, այն կողմ, այդ անծայրածիր հողեր ունենք շատ մեծ հնարավորություն, բայց որտեղից գտնենք այդ չինացուն, որ գա զոր ու գիշերը թողի վրա աշխատի։ Ունես մուննաթով, էլի։ Այսինքն դուք հասկանում եք, դա նոր չի, որ չինացու կարիքն իրանք ունեն, որտեղ իրանք աշխատող չեն։ Դա էլ խորհրդային միությունն է, ժողովուրդ ջան։ Այսինքն իրանք ընդունում են, որ իրանք աշխատող չեն, իրանք համար չինացի է պետք։ Դա չինացին էլ ասում անողը լեիք կանեիք, հիմա որ ես եկա դուս չեմ գալու։ Ես միջև այսօր նույնիսկ հիշում եմ Աբալկինի բառերը, դե պարզ է ժամանակ ռուսերեն էին խոսում, ուղղակի չեմ ցանկանում ռուսերեն կրկնել, ներկայացնել։ Ուզեմ ասել, դա այնքան էր տպավորված, որ այսքան տարի անցել է, ես ասեմ, Տեր Աստված, սա էր այս մարդկանց պատկերացումը, որ իրանք չինացի է պետք, որ կարողանան տնտեսությունը զարգացնեն, գյուղատնտեսությունը զարգացնեն։ Դրա համար չինացին ասում աշխատող եք աշխատեք, եթե չէ տվեք ինձ։ Հիմա նայեք Ռուսաստանը ինչ շահեց այս ամեն ինչից։ ՆԱՏՕ-ի հետ կապված ինչ շահեց, քանի երկրի հետ կապված թշնամացավ, Եվրոպայի հետ կապված որ նորմալ համագործակցում էր, այսօր Եվրոպան ասում է պատերազմն ավարտի սանկցիաները շարունակելու ենք, Ամերիկան եկավ մտավ հասավ իր սահմանին, այդտեղից արդեն դուրս չի գա, որովհետև եթե այսօր նույնիսկ Տրամպն ասում է, որ մենք տնտեսական ծրագիր ենք անում, որը անվտանգության երաշխիք չի, վաղը իր բնավորությունը կփոխվի, որ հասկանա ուրիշ բան է անում, կամ էլ վաղը ադմինիստրացիան կփոխվի, շատ լավ էլ կասեն այդ մեր տարածքներն է։ Ռուսաստանը այսօր հանրակրվե է արել այդ մարզերում, բայց մարզերի ամբողջ տարածքի վրա է տարածել Այսինքն այդ տարածքների մի մասը գտնվելով Ուկրաինայի ազդեցության տակ, Ուկրաինայի տարածքը
Հանրակրվեն արել աստեղ այդ տարածքներն էլ մտցրել իր կազմի մեջ։ Իսկ ինչա Ուկրաինան իրավունք չունի պայմանագիր կնքի այդ տարածքները միջազգայինորեն ճանաչված, որ աշխարհը ճանաչում է որպես Ուկրաինայի մաս։ Ամերիկային տեսար ես օգտակար հանածոները, այն լավ մասերը այն կողմա մնացել։ Դե գնա հանգիստ վերցրու, մեկը ինքը չի կարող Ռուսաստանից վերցնի, Ամերիկան մտնի Ռուսաստանից վերցնի։ Ռուսաստանը պետք է Ամերիկայի դեմը կանգնի, ասի չեմ թողում, գաս հետո հողերն օգտագործես, լավ է հաշվելու իր գաղափարներն ու ծրագրերը այդ ժամանակ։ Այսինքն էս է Ռուսաստանի հաղթանակը, եթե որոշ մարդիկ այս Ռուսաստանի հաղթանակն են մեզ ներկայացնում, ասում են չեք տեսնում, որ Ռուսաստանը հաղթող է։ Այս եթե այս ձևի հաղթանակը պատկերացնելա, գնացեք տեսեք հեռավոր արևելյան շրջանները մնացածն է, որ Չինաստանին չի տվել ոնց են մարդիկ ապրում։ Գնացեք մի հատ նկարեք եւ ցույց տվեք։ Ուկրաինայի ավերած բնակավայրերն ավելի լավ վիճակում են, քան Ռուսաստանի բնակավայրերը։ Ռուսաստանը մենակ Մոսկվան չի տանեն մարդկանց ցույց տան, ասեն տեսեք, ինչ բանա, բացվեք վատ են ապրում մարդիկ։ Մոսկվան հասկացանք, բա մնացածը ձեր երկիր է, չի։ Այն ինչ որ ընդեղից պետք է վերցնեք, տասնապատիկ ընդեղից տակ։ Այն էլ են դեպքում, որ հաստատ գիտեք, որ այդտեղից դուրս չի գալու չինացին։ Ոնց է դուրս գալու։ Եթե ինքը գիտի, որ դա իր տարածքն է։ Չեն է թաքցնում, որ ասում է ժամանակին դա մերն է եղել, մենք մեր պատմական հողերը հետ ենք վերցնում։ Իհարկե այդ թեմայի մասին էլ խոսենք, ուղղակի ես ասացի, որ դուք պատկերացնեք, թե որն է Ռուսաստանի քայլը, որ ինքը ցույց տա, որ ինքը հաղթել է, ինչն է հաղթել, ում է հաղթել։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի արևմուտքում վերածնվող նացիզմի հաղթելու համար։ Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց գրգռում են եւ հովանավորում են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։ Այս թափ հավաքող աղմուկի ուղեկցությամբ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը ծրագրեր են սկսել, որոնք ուղղված են հավաքական արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստելուն, գրել է Շոյգուն։ Շոյգուն հավելել է, որ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ են մտցվում նաև ռուսաստանցիների շրջանում բողոքի տրամադրությունների սնման ակնկալիքով։ Հարց է առաջանում, բա դուք ասում եք այդ սանկցիաների պատճառով մեր տնտեսությունը զարգանում է, այսինքն մենք մեր հույսը մեր վրա ենք դնում, արտասահմանյան այդ հումքերը, ռեսուրսները փոխարինում ենք մեր տեղականով։ Այսինքն մեզ նույնիսկ օգուտ են տվել, մեր տնտեսությունը զարգանում է, բայց սանկցիաների պատճառով ոնց կարա բողոքի տրամադրություն առաջանա ձեր երկրում, այդ ինչ վիճակի է հասել Ռուսաստանը, որ դուք արդեն անհանգստացած եք բողոքի տրամադրություններից, որ այդ ժողովրդից, որ ձերները դուրս չի գալի, ոչ մի պարագայում։ Բայց սրա մասին ենք խոսում, ժողովուրդ ջան, այս վիճակն է, եւ մեզ ասում են դուք այդ երկրի ազդեցությունից դուրս չգաք։ Այդ երկիրը գիտեք ինչ ուժ եղավ, տեսեք Ուկրաինայի գլխին ինչ օին բերեց։ Ուկրաինայի գլխին բերեց, թե իր երկրի գլխին բերեց։ Լավ մի հատ ուշադիր նայեք, էլի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, ինչ որ մեկը պատկերել է ինձ Հռոմի պապի հագուստով եւ տեղադրել այն համացանցում։ Սա ես չեմ արել, այդ մասին ոչինչ չգիտեմ։ Պատկերացում անգամ չունեմ, թե նկարը որտեղից է։ Ես այն տեսել եմ երեկոյան, կնոջս սակայն նկարը դուր է եկել, ասել է Տրամպը։ Իհարկե շատ զարմանալի է, գիտավանտաստիկ զարմանալի է, որովհետև դա տեղադրված էր ոչ միայն իր հետ առնչվող կայքում, այլ նաև տեղադրված էր սպիտակ տան կայքում, պաշտոնական։ Նույնիսկ դա հարցին պատասխանել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը ես ձեզ համար կարդացել եմ։ Այսինքն դա ընդհանրապես չի եղել, ինչ որ համացանցում մեկը դրել է եւ փոխնախագահը այդ հարցին պատասխանում է։ Աշխարհի տարբեր տեղերից արձագանքում են, վրթովմունք են հայտնում, մեկ էլ Տրամփն ասում է ես խաբար չեմ։ Այսինքն ենթադրենք դու չես դրել։ Քո աշխատողը դրել է առանց քեզ հետ համաձայնեցնելու, որից հետո հիմա նրան ոտերից չես կախել, որ ինքը քեզ խայտարակ անում, Հռոմի պապի շորով, այդ մարդիկ սքի մեջ են, այդ մարդիկ նախապատրաստում են ընտրության, կաթոլիկ աշխարհը վրթովում է, թե ես ինչ եք անում, հեգնանքի ու ծաղրի բան եք գտե, կատակ եք անում, թե ես ինչ եք անում, մեկ էլ հասկանալով այդ ամբողջի լրջությունը, թե ինչ վրթովում կա առաջացրել, միանգամից ասում է ես տեղյակ չեմ դրանից, Ժորժ ջան, սա պատասխան, հա։
Ավելի լավ չի նման բան անելուց առաջ ուղղակի մարդկանց հետ խոստակցել, թե ինչ հետևանք դա կարա ունենա, ժողովուրդ ջան։ Իսկ այս ամեն ինչը սա Ամերիկայի հետ է կատարվում, եթե Ամերիկայի հետ է կատարում, աշխարհի հետ է կատարում, աշխարհի հետ է կատարում, նաև մեզ հետ է կատարում, որովհետև շատ բաներ մենք ուղղակի պատկերացել ենք, որ Ամերիկայի դերակատարության պարագայում է մոլորակը ավելի հանգիստ, եւ այն որ պայքարում են մոլորակը մասերի բաժանեն ազդեցության այդ կռիվների ընթացքում մոլորակն ավելի անվտանգ չի դարձել։ Եթե Ամերիկան իր դերակատարությունը չվերականգնի, ինքը իր կամքով այդ տեղը ուղակի բաշխի իրար մեջ, սենց սիրահոժար ասի էս Եվրոպան, էս էլ Չինաստանը, այլ ոչ թե Իրանից խլեն կամ իր ազդեցությունը պակասի, ուժի դիրքից որ եղավ, այդ ամենավատն է, որ մենք ուժեղը չենք։ Մեզ համար դա ուղղակի կատաստրոֆա է։ Ամերիկայի համար կատաստրոֆա չի լինի, բայց մեզ համար կարա լինի։ Հարվարդի համալսարանի նախագահը ԱՄՆ կրթության նախարարից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Հարվարդի համալսարանը չի ստանա նոր դաշնային հետազոտական դրամաշնորհներ, քանի դեռ չի կատարել Տրամպի վարչակազմի պահանջները։ Նախագահ Դոնալդ Տրամպի վարչակազմը քննադատել է համալսարանին ԱՄՆ կառավարության տրամադրած ազատ շուկայական համակարգից օգուտ քաղելու համար, բայց միևնույն ժամանակ ուսանողներին կառավարությանն արհամարհել սովորեցնելու համար։ Նամակում նշում է, որ եթե համալսարանը չվերացնի խախտումները, կմնա առանց պետական ֆինանսավորման եւ կարող է շարունակել գործել որպես մասնավոր հաստատություն, միջոցներ ներգրավելով հարուստ շրջանավարտների իր մեծ լսարանից։ Հարվարդն այդ թեն արձագանքել է վարչակազմի որոշմանը, համալսարանի հայտարարության մեջ ասում է, որ այն կշարունակի պահպանել օրենքը, խթանել եւ պաշտպանել տեսակետների բազմազանության նկատմամբ հարգանքը։ Իհարկե, սա էլ հաստատ լավ տեղ չի տանում, որտեղ Հարվարդի համալսարանը ավելի հին է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները անկախություն չուներ, որ Հարվարդի համալսարանը գոյություն ուներ, եւ այդ համալսարանն ավարտել են տարբեր երկրի ղեկավարներ, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ, եւ նա բոլոր ցուցանիշներով վերջին հսկայական ժամանակ ինչպիսի տատանումներ ու ինչպիսի ցուցանիշներն են, համաշխարհային վարկանիշով համենայն դեպս 3-րդ տեղից ներքև չի իջել։ Եվ այսօր դնել սենց աշխարհով մեկ ինչ որ սենց պայքարների մեջ մտնել բան, սա առաջի դեպք չի, որ այս թեմայի մասին խոսում ենք, բայց հիմա ավելի կոնկրետացրել են, որ հետ չեն կանգնելու եւ առաջ են գնալու ամեն ինչով դրա դեմ, բայց ուշադրություն, դրան անմիջապես արձագանքում են, ժողովուրդ ջան։ Այդ մարդիկ ասում են, էս ի՞նչ լավ բան է կատա։ Ժամանակին Ամերիկան էր մագնիսը, աշխարհին որտեղ մի հատ լավ գիտնական կար, տանում էր իր մոտ։ Ամերիկան այդ ոնց էր միջուկային զենք ստեղծելու։ Այդ որտեղից տարավ այդ միջուկային զենքի մասնագետ գիտնականներին։ Կարող է պատահաբար Եվրոպայից, ժողովուրդ ջան։ Հա՞։ Թե լավ չեմ հիշում։ Ամերիկայի են բոլոր այդ գիտնականները ծնվել։ Բայց մագնիս է, իր քաշում է, իր տանում է իր։ Հոլիվուդն էլա մագնիս, գիտնականներին տանելն էլա մեծ ռեսուրս դնել մագնիս։ Հիմա հակառակ process-ն է, անմիջապես արձագանքում են Եվրոպայից, այդ առիթը ոնց բաց կթողեն։ Երեք էլ ասում ենք, որ եթե մաքսատուրք մտցնեք, կինո արտադրությունն էլ է տեղափոխվելու Եվրոպա եւ տարբեր տեղեր, հատկապես Եվրոպան դրանից կշահի։ Իր հնարավորությունները շատ ավելի հին են, բայց Ամերիկան առաջ էր ընկել, բոլորն է սիրահոժար ընդունում էին։ Իսկ հիմա արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ամերիկացի գիտնականներին, որոնք դժգոհ են Թրամփի քաղաքականությունից, տեղափոխվել Եվրոպա։ Եթե դուք սիրում եք ազատություն, պատկերացնում եք, ժողովուրդ ջան, ազատության արձանի հայրենիք Ամերիկային, Եվրոպայից ասում են, եթե ազատություն սիրում եք, եկեք Եվրոպա, դա արդեն Ամերիկայում չի։ Էս ինչ օրդեն գանք։ Եթե դուք սիրում եք ազատություն, եկեք եւ ուսումնասիրություններ կատարեք այստեղ, ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով Փարիզը 100 միլիոն եվրո կհատկացնի հետազոտողներ ներգրավելու համար։ Բայց սա մենակ Փարիզը չի, բայց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. Եվրամիությունը 2025-27 թվականներին 500 միլիոն եվրո կծախսի Եվրոպան գիտնականների մագնիս դարձնելու համար։ Ժողովուրդ ջան, պատկերացնում եք։ Այսինքն այդ մագնիսը Ամերիկայի ձեռից վերցնում է Եվրոպան։ Ոնց ասեց բան հնարավոր, ժողովուրդ ջան, ես շատ ուրախ եմ Եվրոպայի համար, բայց ոչ ի հաշիվ Ամերիկայի։ Պարզ չի,
Շատ ուրախ եմ Եվրոպայի համար, ինչքան Եվրոպան ուժեղ լինի, ինչքան հզոր լինի, ինչքան անվտանգ լինի եւ անվտանգության հետ կապված մեզ էլ երաշխիքներ տա, դա ինձ երջանկություն է նույնիսկ, բայց ոչ Ամերիկայի հաշվին, այլ Ամերիկայի հետ գործընկերային հարաբերություններով։ Ես շատ ցավում եմ, որ հիմա մտել ենք մրցակցության մեջ։ Ես հույս ունեմ, որ գոնե սրա դեմը կառնվի, էլի։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարությունում ասվում է, Դոնալդ Տրամփի վարչակազմը մեկնարկում է կամավոր ինքնաարտաքսման ծրագիր անօրինական ներգաղթյալների համար։ Ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում ապօրինի բնակվող ներգաղթյալները կարող են ստանալ ֆինանսական և կազմակերպչական աջակցություն հայրենիք վերադառնալու համար։ Ցանկացած անօրինական ներգաղթյալ, որը կօգտվի ծրագրից ինքնակամ երկրից հեռանալու նպատակով, կստանա $1000 որպես պարգև, բայց ուշադրություն, հայտարարությունը ինչի համար է ասվում։ Հայտարարությունում ինքնաարտաքսումը բնութագրվում է որպես ԱՄՆ-ից դուրս գալու արժանապատիվ միջոց, որը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին խուսափել ներգաղթի և մաքսային ոստիկանության հետ անհարկի շփումներից։ Ժողովուրդ ջան, սա էր, որ մեզ ճղում էինք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նավ է նստացնում, օդանավ է նստացնում Լատինական Ամերիկայի որևէ երկրի քաղաքացու ձեռնաշղթաներով տանում է, ասենց կռացրած հանում է ինքնաթիռից, ասում է եկեք վերցրեք այս հանցագործներին։ Նույնիսկ Լատինական Ամերիկայի երկրներ, որոնք կարող է այդ մյուս երկրի հետ առանձնապես լավ հարաբերություններ չունենան, բայց վիրավորված էին բոլորը։ Ամերիկայում ինչքան մարդ կա, որ ծագումով լատինաամերիկյան երկրներից են, դրանք այդ երկրի նորմալ քաղաքացիներ են, բարեխիղճ հարկ վճարող են, իհարկե ոչ բոլորը, հասկանալի է, բայց ես ասում եմ նրա մասին, որ ինչ վրդովմունք է առաջացնում, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու ու ընտրողի մոտ, երբ որ ինքը տեսնում է հեռուստացույցով, ոնց են իր հայրենակցին ձեռնաշղթայով տանել, ասես կզացրած տարել են, հանձնել են այդ երկրին ինչի համար։ Ինչ շահեց Ամերիկան դրանից, որ դա արեց։ Այդ մասին էլի ենք խոսել, դրա համար եմ նորից անդրադառնում։ Իսկ այսօր այդ հարցը, որ շատ անարդյունավետ դուրս եկավ, դրանից հետո հիմա ասում է, բա պետք է ձեր արժանապատվությունը ոտնահարենք, բերեք փողն էլ տանք, վեր գնացեք։ Ինչի մի քանի մարդ նստացնել ինքնաթիռն ուղարկելը, ծախսը քիչ էր, քան այդ նույն մարդկանց $1000 տալ ուղարկելը։ Բա այդ է հարցը։ Բայց եթե կարելի է արժանապատիվ ձևով ուղարկել, այդ մարդկանց պետություններին ու քաղաքացիների հսկայական զանգվածին թշնամի է սարքում, որ ինչ, իսկ երբ որ տենց արվեց, բռնեցին ու կոխեցին ու տարան, հարցը լուծվեց, ինչքան ապօրինի միգրանտ գնաց, ավելի շատ էր, քան մինչև այդ քաղաքականությունը տարվում էր, այս շոուների իմաստը որն էր։ Եթե ի վերջո հանգելու եք նրան, որ պետք չի այդ մարդկան, այսինքն համարում եք մաքսային ոստիկանության այդ շփումը անհարկի։ Ոնց, բայց զորքերն ավելացրել եք, վզից բռնով եք, փողոցում տանում եք, դրա անհարկին որն է, ասել եք շատ էլ ճիշտ ենք անում, այս հանցագործներին պետք է հանենք, լցնենք դուրս, իսկ հիմա ասում եք, բա պետք է անհարկի շփվես, արժանապատիվ կերպով $1000 վերցրու ու գնա։ Ժողովուրդ ջան, կարծում եմ, որ այո, այս կարգի հարցերով կամաց կգան կգնենք հունի մեջ, ուղղակի այն բնագծերը, որը Ամերիկան զիջի, վախենում են, որ չկարողանա ամբողջը հետ բերի։ Իսկ մեր սպասելիքները Ամերիկայից է, դե ինչ արած է դա։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. Մայիսին տոնական օրերին հրադադար հաստատելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը շարունակում է արդիական մնալ։ Սակայն եթե Կիևի ռեժիմի կողմից փոխադարձություն չլինի, ապա անհապաղ համարժեք պատասխան կտրվի, ասել է Պեսկովը, հավելելով, որ Կրեմլը Կիևի իշխանություններից դեռ չի լսել հրադադարին միանալու պատրաստակամության մասին հայտարարություն։ Իհարկե իրանք ամեն ինչ անում են, որ Տրամփն էլ ասեց, որ գիտեք, այս 3 օրվա զինադադարը շատ կարևոր է բան, որպեսզի Ուկրաինան հանկարծնես բաներ չանի, որ Տրամփն էլ նեղանա, ասի, բա չհասկացանք, չհարգեցիր իմ խոսքը, բայց Ուկրաինան ասել է, ցանկացած դեպքում պրովոկացիա արեց Ռուսաստանը, պատասխան ստանալու է։ Հասկանում ենք, որ չի խփի Կարմիր հրապարակին, դեռ այդքան հյուրեր կա, իր նկատմամբ շատ լուրջ թշնամական բան կստեղծի, բայց գոնե ձևը պետք է մտածի ինձ խփի, որ մարդիկ հասկանան, որ այդ է Ռուսաստանի վիճակը, շնորհակալ պետք է լինեն, որ չխփեն, որովհետև
Ռուսաստանում հիմա այնպիսի քայլեր են անում, օդում հանկարծ դրոն չլինի անգամ նկարելու չգիտես ինչ, որտեղ իրանք վախենում են չկարողանան Մոսկվան փակեն։ Դուք պատկերացնում եք, այս այն Ռուսաստանն է, որ Ուկրաինայից արձակված 1000 կիլոմետր թռնող հրթիռի կամ դրոնի դեմ չի կարողանում պայքարի, նույնիսկ չի կարողանում փակի Կարմիր հրապարակը։ Ասի լավ ուրիշ տեղ խփում եք, չեք խփում։ Վախենում է, որ Կարմիր հրապարակի վերևը, եթե հանկարծ իրանց մոտ ինչ-որ դրոններ, ինչ-որ բան լինի, իրանց համար խոչընդոտ առաջանա, չկարողանան ֆիքսեն ուկրաինական դրոնները։ Էս ինչ օրինակ ընկե ժողովուրդ ջան։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ եւ զերազոր դեսպանը հանդիպել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ, որոնք Մոսկվա են ժամանել եւ մասնակցելու են մայիսի 9-ի հաղթանակի շքերթին։ Եվ ուշադրություն ձևակերպումը նայեք։ Դեսպանն ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը շքերթին գնահատել է որպես հարգանքի տուրք հայրենական մեծ պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների հիշատակի։ Դեսպանն ընդգծել է, որ սա առաջին անգամն է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կարմիր հրապարակում ադրբեջանական զինվորները կմասնակցեն շքերթին։ Այս սա հենց այն առիթն է, դուք պատկերացնում եք ինչ աշճանի անհարգալից վերաբերմունք է, երբ որ հրավիրում ես Հայաստանից իշխանավորներին, հրավիրում ես օրգան մասնակցեն, հրավիրում ես Ադրբեջանից եւ Ադրբեջանի ջոկատը գալիս է անցնում, որը կռվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, որը գլուխները գովում են, թե ոնց են հայերի վիզը կտրել, ոնց են գնացել տանջել ծեր մարդկանց նկատմամբ բարբարոսություն արել, ոնց են տարել թանգարան սարքել եւ ցույց տվել, թե ոնց են վարվում մարդկանց հետ։ Այսինքն բասային առիթը չի, որ Հայաստանի իշխանավորները առնվազն համարեն վիրավորական, որ եթե դու երկու կողմից հյուր ես կանչում, ոնց որ ծնունդիդ կանչես երկու մարդ, այն մեկը այն մեկի բարեկամի սպանել է։ Ուրեմն կամ նրան մի կանչի, կամ նրան մի կանչի։ Կամ գոնե դա լեգիտիմ առիթ է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն գնալու, չնայած արդեն մենք սկի մեր իշխանություններից իմանում ենք իրանք գնալու են թե չէ, մենք միշտ իմանում ենք Զախարովայից իմել Յուրի Ուշակովն է հայտնի Ռուսաստանի նախագահի օգնական։ Մոսկվայում հայերենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հաղթանակի շքերթին կմասնակցեն 29 օտարերկրյա առաջնորդներ։ Ուշակովը մանրամասնել է, որ դրանք են ու թվարկել է 29 բոլորը չկարծանք, Հայաստանը նույնպես։ Իհարկե այստեղ գրված է, որ խոսքը վերաբերվում է առաջնորդներ, իսկ Հայաստանի սահմանադրության պետության գլուխը նախագահն է, ոչ թե վարչապետը, վարչապետը կառավարության ղեկավարն է, կապ չունի նա արարողակարգային եւ ներկայացչական պաշտոն է, բայց սահմանադրության պետության գլուխն է։ Այսինքն եթե գոնե ֆորմալ առումով գոնե առիթ կարող է հանդիսանալ, որ Նիկոլ Փաշինյանը չգնար, գոնե ասենք գնար Վահագն Խաչատուրյանը։ Ես չգիտեմ իհարկե վերջնական ինչ են որոշել, ուտեստը կոնկրետ գրած չի, որ Փաշինյանն է համաձայնվել գա, բայց քանի որ մենք մեր հետ կապված ամեն ինչը իմանում ենք կամ Ադրբեջանից, կամ Թուրքիայից, կամ Ռուսաստանից, կամ Ամերիկայից, կամ Եվրոպայից, բայց մերոնք մինչև վերջի վարքյանը Նիկոլ Փաշինյանը հրաշքի է սպասում։ Լա սպասենք, տենանք ինչ ալում, կարողա չենք գնում, կարողա գնում ենք, կարողա մի բան փոխվի։ Բոլոր երկրների մասնակիցների մասին արդեն գիտենք, ով է հիվանդ, ով է առողջ, ով պետք է գնա, ինչ պատվիրակություն պետք է գնա, մենակ մերը չգիտենք, մերն էլ պետք է գուշակենք կամ պետք է դա իմանանք Մոսկվայից։ Հետո ասում են, ինչի՞ չենք մեր իշխանությունների հայտարարությունները նայում, այլ նայում ենք ուրիշներ։ Նայում ենք, ուր հայտարարությունը կար։ Իսկ հասկանում եք, թե ավելի մեծ խայտառակություն ստորացում, քան դու գնաս այնտեղ կանգնես եւ գա այդ ջոկատն ասնի, որը քո դեմ կռվել է։ Քո զինվորների սպանել է։ Այդ սովորական մարտի մասին չի խոսքը։ Նրանք շատ դաժան են, անմարտկային են իրանց դրսևորը եւ այդ դեպքերը բոլորը կան, բոլորը ֆիքսված են։ Դե հիմա տեսնենք սրա վերաբերմունքը, սրա նկատմամբ ինչ է ալնելու։ Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի գործադիր օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, Հայաստան ԵՄ գործընկերության շրջանակում ներգրաված
պատասխանատու պաշտոնատար անձինք։ Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է այս ծրագրի կիրարկման ուղղությամբ կատարվող աշխատանքները, քննարկման ընթացքում կարևորվել է համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման եւ այլն, վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ուղղված համաձայնագրով նախատեսված պարտավորությունների եւ ծրագրերի հետեւողական կատարմանը, դրանց իրականացման թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ առաջընթացի եւ արդյունքների հանրային ներկայացման բարելավմանը։ Նորից հիշեցնենք, որ այս համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Հայաստանը կնքեց 2013 թվականին հրաժարվելուց հետո, որ պետք է ասոցիացիան համաձայնագիր կնքեր եւ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, որը դա մի քայլ էր մնում, որ դառնար թեկնածու հետո անդամ, բայց դրանից երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց եւ հետո Մաքսային միություն Հայաստանը մտավ 2017 թվականին սա ստորագրեցին, բայց նույնիսկ սա որ ստորագրել են, հետո այս ընթացքում դրանք ուժի մեջ մտավ, որ այդ տարբեր երկրներ դե կոնսենսուսով է բոլոր երկրները վավերացրեցին, որ ուժի մեջ մտավ, Հայաստանը չի կարող կեսը կատարի սրա։ Հիմա դրած հիմա ասենց քննարկում են, տպավորություն ստեղծեն, որ այս թեման ակտիվացնում ենք։ Նախ ընդհանրապես այս խորհրդակցության հետ կապված խոսք անգամ չկար այն օրենքի մասին, որը ընդունվել է, որ գոնե օրենքը ինչ որ ձևով ասեին, դա էլ է խթանում, որ ինչ որ քայլեր մի բան առաջ անենք։ Այսօր ընդհակառակը իրանք քննարկում են համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում արածն ու չարածը, իսկ հարցը ծագում, իսկ ինչի չեն կարողանում ամբողջական ծավալի անեն, չեն էլ կարող անել, որովհետև երբ որ 2017 թվականին դա ստորագրել ես, իսկ 2013 թվականին Մաքսային միություն մտել, 2015 թվականին արդեն ԵԱՏՄ մտել հունվարի 2-ից Այդ ժամանակ արդեն առանձին ինչպես ընդունված, որ ասում են, որ առանձին երկու տնտեսական տիրույթներ են, երկու առանձին մաքսային միություններ են։ Դու չես կարող միաժամանակ երկու տեղ լինել։ Այսինքն դա նշանակում է, եթե դու ԵԱՏՄ-ում հարաբերություններդ խորացնում ես, Եվրամիությունում չես կարող խորացնես նույնիսկ այնքան, ինչքանը պարտավորված ես այս բանի համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն սա հերթական խաբեությունն է ալնելու։ Եթե դու անընդհատ ինտեգրվում ես ԵԱՏՄ, անընդհատ խորանում ես, անընդհատ առևտրի ծավալներն ավելացնում ես, անընդհատ օրենսդրությունդ փոխում ես, ո՞նց ես դու կարողանալու անես այնպես, որ կարողանաս անգամ այս ծրագիրը իրականացնես, ինչպես տեսնում եք այս հանդիպման ժամանակ բառ անգամ չկար, նույնիսկ այն հայտարարության հետ կապված ընդհանրապես դեկլարացիա էր, որ Հայաստանը սկսում է գործընթաց։ Գոնե մի բառ ասեին, հաշվի առնելով այդ օրենքի ընդունումը, մի քայլ էլ իբր թե ավել են կանում։ Նույնիսկ դա չեն ասում, այսինքն այդ ասեցինք, հայտարարեցինք, պրծանք, դա իրանից ոչինչ չի ներկայացնում, ոչ կա պարտավորություն, ոչ կա ժամանակացույց, ոչ մի բան չկա։ Ոչ էլ անգամ դա քննարկվել է հանդիպման ժամանակ։ Հանդիպումը վերաբերվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ Այս ուղղակի նրա համար, որ իմանանք, թե Եվրամիության հետ կապված ինչա կատարում, բայց քանի որ հիմա տեսնում ենք, թե երկրում ինչա կատարում, ընդդիմություն, իշխանություն, ազգային ժողովում բոլոր քննարկումները իրար ուտել, չգիտես, քայլեր, իմպիչմենտ անել, մեկը չանել, ընդդիմությունն ընդդիմության դեմ դուրս գա, բայց իրականում լավ էլ պասերով բոլորը պայքարում են նույն ձևով բոլորի դեմ, այսինքն իրաց նպատակն է, որ ուրիշ ուժ չստեղծվի, միամիտ չլինենք կարծելու համար, որ իրանք իրար դեմ են պայքարում, իրանք իրար դեմ պայքարելու իմիտացիա են ստեղծում, որ դաշտը լցվի իրանցով, ուրիշ բան չլինի։ Դրա համար ուղղակի քանի որ գլխներից մի անգամ արդեն եկած է, Facebook-ը հիշեցրեց 2021 թվականին, այսինքն դե ընտրությունները հունիսի 20-ին էր, դրանից առաջ 1.5 ամիս առաջ դե փաստորեն թե ի վերջո ինչ էր վիճակը, որ փորձում էի բացատրեմ, թե իրականում մեզ ինչա սպասվում։ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց ընտրությունները նրա օրակարգով, եթե իրենք չեն, ուրեմն նախկիններն են, ու սա հեղափոխությունից 3 տարի անց աբսուրդ, որովհետև ասում են մեզ ընտրեք, եթե մեզ չընտրեք, ուրեմն նախկինները գալու են։ Այդ ամբողջը գնացն է, չէ՞։ Ուրեմն շարունակում ենք, դա նորից եմ ասում ընտրություններից ամիս ու կես առաջ։ Ամոթ մեզ, որ չենք կարողանում կոնկրետ գործերով ասել, ոչ դուք եք, ոչ էլ նախկինները, հեռացեք իրար ձեռ բռնած։ Պետք է համախմբվեն բոլոր կարող ուժերը եւ Փաշինյանին հեռացնեն ընտրություններով կամ հետընտրական պայքարով։ Դե հետընտրական ո՞նց ելներ, մանդատները վերցրեցին, լեգիտիմացրեցին։
Չարվի սա, Փաշինյանը երկիրը կքանդի այնքան, մինչև ժողովրդի հիասթափված վիճակը կօգտագործի մեկ այլ բախտախնդիր, կասի, որ նախկինների թալանածը խլելու է ու բաժանի ժողովրդին, եւ իշխանությունը վերցնի փողոցով, դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով։ Ընտրություններում հաջողության հասնելու մրցունակ թիմ ունենալը թանկ հաճույք է, ու պետք է հասկանանք երազանքի ասպետ կամ արքայադուստր չենք ընտրում, պետք է ընտրենք մասնակիցների միջից, լավից լավին կամ գոնե չարիքի փոքրագույնը, իսկ եթե բարձրաճաշակ ընտրողը, բարձրաճաշակը ճակերտի մեջ, չի բարեհաճում մասնակցել քվեարկությանը, նախկին ու գործող իշխանությունների ցածրաճաշակ գզվռտոցի պատճառով, ապա կհաղթի մեծ չարիքը, ու դրա մեղավորը միայն նրան ընտրողը չի լինելու։ Ինչ որ բնագավառում աչքի ընկած ամեն մեկին հայկական մաքսիմալիզմի դիրքերից այնպես ենք քննում, վերհանում խոցելի կողմերը, որպեսզի եզրակացնենք, որ արժանի չէ լինել երկրի ղեկավար կամ կառավարող թիմի անդամ։ Իսկ այդ ընթացքում փողոցի մի պատահական քայլող, անգետ, անփորձ, միակ արժանիքը, որ անպատասխանատու է եւ չի վախենում երկիրը ցնցումների մեջ գցելուց, դառնում է Հայաստանի ղեկավար։ Պարտվում պատերազմը, վտանգում երկրի ապագան։ Երբ մեզանում բացասական են ընկալվում հաջողակ գործարարները, հարուստները, տարբեր ժամանակների պաշտոնյաները, դրա մեղքը ժողովրդինը չէ, ինչպես ներկայացրել են, այդպես էլ ընկալվել են։ Անկախություն ձեռք բերելուց հետո համայնավարական երկրից ոմանք վայրի կապիտալիզմի փուլ կապիտալի նախազգտնական կուտակման արատավոր երևույթներով հանդերձ են մտել։ ԽՍՀՄ-ում անկախ կառավարման բյուրոկրատական հիերարխիկ համակարգից բոլորը հավասար էին, ընկերներ, երկիրն էլ բանվորագյուղացիական, իսկ անկախության տարիներին ինչ կարգի իշխանություն ասես, որ չտեսանք, էլ ինտելեկտուալ անփորձ չտեսներ, էլ անինտելեկտ փորձառու անկուշտներ, արդյունքում առաջ եկավ արատավոր տեր ու ծառա հարաբերությունը, մեր սերունդը տեսավ բազում անարդարություններ, եւ ապաշնորհները դարձան պետական հսկայական ունեցվածքի սեփականատերեր կամ բարձր պաշտոնյաներ, իսկ նրանցից շատ ավելի գրագետ ու փորձառու մարդիկ ստիպված պիտի գնային նրանց ձեռքի տակ աշխատեին, ինչ եթե շարժման ակտիվ մասնակից կամ աջակից չէին, կամ էլ օրվա իշխանության տանիքի տակ չէին տեղավորվել։ Այդ սերունդը մինչև հիմա չհաշտվելով կատարվածի հետ, թունավորում է իր զավակներին, բացատրելով, թե ինչու են մյուսները հարուստ, այլ ոչ իրենք, մերժելով այդ անարդար հարաբերությունները, չեն էլ նկատում, որ հանրային կյանքի տարբեր ոլորտներում կապիտալիզմի ընձեռած հնարավորությունների ու դաժան մրցակցության պարագայում նաև ճարպիկ շրջահայաց լավ կրթված իրենց մարդկային ու պրոֆեսիոնալ որակներով հաջողության հասածներ էլ կան։ Անկախության սերունդ ունենք արդեն, ձեր ծնողների այս կարգի ծանր բեռը ձեր ուսերին մի վերցրեք, այլապես ներկայի ու ապագայի բեռի տակ մտնել չեք կարող, ձեր ուսերը չեն դիմանա։ Արևմտյան տարբեր երկրներ կապիտալի նախազգտնական կուտակման փուլն անցել են հարյուրամյակներ առաջ, նոր սերունդը չի տեսել, թե ինչպես ոչխարները կերան մարդկանց։ Դե հիշում եք Թոմաս Մորի հայտնի ստեղծագործությունը Ուտոպիա 1916-17 թվականներին գրած, որ ասում էր ոչխարները կերան մարդկանց։ Ուրեմն նոր սերունդը չի տեսել, թե ինչպես ոչխարները կերան մարդկանց։ Չի ատում հարուստին ու հաջողակին, ենթադրելով, որ եթե ինքը ծնվել է, ուրեմն իր նախկիններին չեն կերել, այլ հավանաբար իրենց ոչխարներն են կերել ուրիշներին։ Իսկ մեզանում անցյալի բեռին գումարվեց նաև այն, որ խոշոր գործարարներից, մեծահարուստներից ու պաշտոնյաներից շատերն իրենց չդրսևորեցին արժանապատիվ կեցվածքով, այլ տեղավորվեցին չտեսան պատից կախ կոնցեպտի շրջանակներում։ Եվ հիմա այս ամբողջի ասածը որն է, որ ինչպիսի բարենպաստ իրավիճակ լինի, ոչ ոք ուրիշից տարած չի վերցնելու մեզ նվիրի, մեզ թույլ են տալու ազատագրել արդյունքում պարտվողին խաղաղություն եւ պարտադրելու եւ ամրագրեն մեր ձեռք բերածը, իսկ որ վաղը հաղթող բանակ չունենանք, ինչպես ենք այս ծրագիրը կյանքի կոչելու։ Ասածը կայանում է նաեւ նրանում, որ երբ խոսում ենք, որ պարտվեցինք պատերազմով, որովհետև ադրբեջանցին թույլ էինք, արդյոք մեր գերնպատակը չպետք է լինի Հայաստանի հզորացումը, որ բարենպաստ աշխարհակարգը պարագայում կորցրածը հետ բերենք։ Այսինքն այս հարցում ամբողջը ներկայացնում է այն վիճակը, որ մենք ունենք, որի պարագայում նորից ընտրությունների հետ կապված
տեղավորվել ենք այդ խնդրի մեջ։ Դա համա միակ խնդիրը կար։ Այդ ընտրությամբ պետք է կարողանայինք ճանապարհ դնեինք այս իշխանությանը, ստիպված պետք է փորձենք անել այս ընտրությամբ։ Բայց եթե գնանք հին սխալների ճանապարհով, նորից նույն վիճակում ենք հայտնվելու։ Ավելի ճիշտ պետք է ուղղակի զգոն լինենք, եթե ես չեմ հիշացնում, գոնե Facebook-ն է մեզ հիշացնում, թե ինչ վիճակից եկանք այս վիճակին հասանք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։